Ում հետ է ավելի հեշտ աշխատել, ընդդիմության թե Ոչ իշխանության։ մեկի։ Մի հատ վրան է տեղադրվում X հատվածում Երևանի։ Այդ վրանում ծնվում է 6 վարչապետ, 7 ազգային ժողովի նախագահ, 38 падգամավոր, եւ խնդիրը հենց այդտեղ է։ Գուցե ակնկալում են, որ հերթական անգամ էլի լրագրողները պետք է իշխանափոխություն անեն։ Մենք որովհետեւ ոչ նորմալ ընդդիմություն ունենք, ոչ նորմալ իշխանություն։ Հիմա եթե ես եւ դու խոսում ենք ընդդիմության սխալներից, ինչ է ստացվում։ Մենք նիկոլական ենք դառնում։ Ողջույն, իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը մեղադրում է ժողովրդին, ժողովուրդը մեղադրում է բոլորին։ Ով է ճիշտ։ Անալիզիկ թոքի շրջանակներում մենք կզրուցենք տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար, բարձելու համար, թե ով է այս իրավիճակների մեղավորը։ Եվ մի բան էլ, բոլորը մեղադրում են լրագրողներին։ Հենց այդ պատճառով էլ այսօր իմ առաջին հյուրը լինելու է լրագրող, անկախ լրագրող, ամեն դեպքում ինքն այդպես է ներկայանում, Փայլակ Վահրաձյանը։ Ողջույն, Փայլակ։ Ողջույն Անի ջան, ուրախ եմ ձեզ տեսնել կրկին եթերում, լրատվական դաշտում, որովհետև անկախ լրագրողների առկայությունը հատկապես մեր օրերում խիստ անհրաժեշտություն է։ Փայլակ, ի սկզբանե սկսեմ մի հարցով, որը հուզում է բոլորին։ Առհասարակ լրատվամիջոցներին եւ լրագրողներին միշտ բոլորը մեղադրում են, որ ֆինանսավորվում են ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ մեկի շահերն են սպասարկում։ Ով է քեզ ֆինանսավորում։ Ինձ ֆինանսավորում են իմ ընթերցողները, ինձ դիտողները եւ բնականաբար կան որոշակի պայմանագրեր, որի շրջանակներում դրանք բաց են, թափանցիկ են, որի շրջանակներում եւ աշխատում ենք մենք։ Ստեղծված է տպավորություն, որ յուրաքանչյուր լրագրող, օրինակ, եթե անդրադառնում է ինչ-որ մի հարցի, ինչ-որ մի մարդու, ապա անպայմանորեն մեզ մեղադրում են բոլոր հնարավոր հանցանքների մեջ, հա, օրինակ, լուսաբանում ենք սրբազանների կալանքը, միանշանակ դառնում ենք նախկին թալանչիների կողմից ֆինանսավորվող, լուսաբանում ենք իշխանության դրական գործողությունները, որովհետև ինչքան է բացասական լինի, դրական բաներ են լինում, չի ամեն դեպքում պետության մեջ, պետական մարմինների գործունեության մեջ, այսպես ասենք, միանգամից որակավորվում ենք որպես նիկոլական։ Ինչու է այդպես։ Ես կարծում եմ, որ դա հենց երկու կողմի խնդիրն ու սխալն է, որովհետև ու հատկապես դա անկեղծ ասեմ, շատ արտացոլված է ընդդիմության մոտ, որովհետև եթե օրինակ դա հանդես ես գալիս ընդդիմադիր դիրքերից, այսինքն չես կիսում այս իշխանության գաղափարները, ինչն իմ այս պարագայում ես եմ անում, բայց ընդդիմությունը եւս ունի սխալներ, ու երբ որ մենք այդ սխալները կոնկրետ ես այս դեպքում իրենց սխալները մատնանշում եմ նույն հարցերի միջոցով, հարցազրույցների ընթացքում իրենք միանգամից սկսում են տարօրինակ կերպով արձագանքել, այսինքն եթե իրենց թվում է, որ դու եւս ընդդիմադիր դիրքերից ես հանդես գալիս, պետք է հլու հնազանդ լսես իրենց ասացները, ընդունես դրանք, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Օրինակ, եթե որ մենք ընդդիմադիր ինչ-որ պատգամավորի առանց անուն տալու, ասում ենք, որ դուք խոստացել եք, որ 2021 թվականին ուզում եք մանդատ ժողովրդից, քվեարկության եք գալիս, ձեզ քվեարկում են, դուք ստանում եք մանդատ, հայտնվում եք ազգային ժողովում այն պայմանով, որ դուք պետք է հեռացնեք Նիկոլ Փաշինյանին եւ չեք հեռացնում, մենք պետք է անդադար այդ մասին ձեզ հիշեցնենք։ Հիմա դա լավ է թե վատ։ Այս ընդդիմությունը չի ուզում դրա մասին հիշեցնես։ Ընդդիմությունն ասում է, որ եթե դու այդպիսի հարցեր ես տալիս, դա իշխանության ջրաղացին ջուր լցնել է։ Իշխանության ջրաղացին ջուր լցնողները հենց իրենք են նրանք, ովքեր մեղադրում են հանրությանը այն հատվածին, ովքեր ավելի ճիշտ են դատում, ավելի սառն են դատում եւ իրականությունն են ներկայացնում, իրենք մեղադրում են, նույնն իշխանությունն է։ Մենք բազմաթիվ անգամներ ենք, հա, ականատես եղել ընդհանուր հարցազրույցների ժամանակ, երբ որ իշխանական падգամավորը սկսում է թիրախավորել X լրատվամիջոցին, դուք ֆինանսավորվում եք այս կողմից, դուք ֆինանսավորվում եք այն կողմից, ու հիմնականում ամենավատը այն է, որ այդպիսի որակումներ տալիս են հիմնականում իշխանական այն գործիչները, որոնք, ասենք, միջև մանդատ ստանալը, ոչ թե падգամավորը ընտրվել է, որովհետև ես վստահ եմ, որ խորհրդարանի 99%-ին հանրությունը ուղղակի չէր ընտրի։ Ընդ որում դա իշխանական եւ ընդդիմադիր։ Հիմա դուք ես համարում ես ընդդիմադիր լրագրող, թե իշխանական, թե անկախ։ Ես ինձ համարում եմ անկախ լրագրող։ Ես լուսաբանում եմ եւ ընդդիմության գործողությունները եւ իշխանության եւ երկու կողմին է տալիս եմ այն հարցերը, որը արդիական է, որը նախ ինձ է հուզում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես սպասարկում եմ ընդամենը մեկ շա, դա հանրության շահն է։ Տես, օրինակ, երբ նույն հետապնդումների մասին, հա, խոսենք լրագրողների նկատմամբ, երբ օրինակ հետապնդվում է իշխանական լրագրողը, ընդդիմադիր լրագրողները որպես կանոն լռում են, հա, չեն անդրադառնում այդ թեմային։ Եվ հակառակը, երբ հետապնդվում է ընդդիմադիր լրագրողը, իշխանական լրագրողի հետապնդելից ընդդիմադիրներն են լռում եւ հակառակը։ Ինչն է պատճառը, որ օրինակ թեկուզ լրատվական համայնքում գոյություն չունի այդ սոլիդարությունը։
Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է շատ ուղիղ բաժանումով, այսինքն եւ իշխանության եւ ընդդիմության։ Օրինակ, եղել է դեպք, երբ որ իշխանության ներկայացուցիչը շատ ուղիղ կրկնեմ նույնիսկ թիրախավորել է ընդդիմադիր հանդես եկող լրատվամիջոցի ներկայացուցիչին եւ հակառակը, եւ հետեւաբար, երբ որ նման դեպքեր են լինում եւ լրատվամիջոցներն էլ որոշակի ուղղվածություն ունեն, հա, այսինքն ակնհայտ իշխանական են եւ ակնհայտ ընդդիմադիր են, հետեւաբար այդ ջրբաժանը տեղի ունենում։ Դա չի խոսում, որ ընդհանուր առմամբ լրատվական դաշտը իներտ է այդ գործողություններին։ Օրինակ ես մեկ դրվագ պատմեմ, իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը, երբ որ ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորի հետ մենք հարցազրույց ենք ունենում եւ ինքն էլ էր մասնակից, սկսեց թիրախավորել։ Ես ասել եմ այդ ընդդիմադիր падգամավորին, որ դադարեցրու, որ չի կարելի։ Եվ նույնը հակառակ, այսինքն իշխանական падգամավորը չպետք է հարվածի եւ չպետք է խլի ընդդիմադիրի միկրոֆոնը, ընդդիմադիրի լրագրողի, ինչքան էլ դա իրեն դուր է գալիս, թե դուր չի գալիս, եթե ասուլիս է, եթե ճեպազրույց է եւ ոչ թե առանձին կարող է հրաժարվել լրատվողի հարցին պատասխանելուց, բայց եթե ընդհանուր է, նա պետք է հարգի այդ լրագրողին եւ մասնագիտությունը։ Շատ դեպքերում լինում են դեպքեր նաեւ, երբ որ լրագրողներն են անցնում, հա, այդ կարմիր գծերը։ Օրինակ, մարդը հանգստանում է իր համար, չգիտեմ, հաց է ուտում եւ լրագրողը մոտենում է նրան հարց է տալիս։ Ինչքանով է դա նորմալ լրագրողական էթիկայի տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ դուք հիշատակում եք այն հայտնի միջադեպը, որը տեղի է ունեցել, տեսեք, դա տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ որ պատերազմից հետո եւ կոնկրետ այդ դեպքում նախարարի պաշտոն զբաղեցնող անձը պետք է մասնակցել եւ մասնակցել է այլ երկրում տեղի ունեցող ռազմական, հա, այսպես ասենք, տեխնիկայի ցուցահանդեսին եւ հայկական կողմը ոչ պատշաճ է ներկայացել, այսինքն տարբեր երկրների ներկայացուցիչներ կոնկրետ բերել են ցուցադրելու էքսպոյի շրջանակներում տվյալ առարկաները, մեր երկրի ներկայացուցիչը գնացել եւ տարել է բուկլետ։ Եվ երկրորդ մենք պետք է ունենանք բաժանում, որ պաշտոնյայի մասին ենք խոսում, կամ պաշտոնյաներ, որոնք Ինչ տարբերություն, այսինքն եթե օրինակ տվյալ պաշտոնյան ինչ որ այդ օքեյ համարենք ինքը տվյալ ժամանակահատվածում արել է շատ սխալ արարք։ Դա ինչքանով է թույլ տալիս, որպեսզի նույն լրագրողը խախտի իր գծերը եւ օրինակ իրան հարց տա այն ժամանակ, երբ որ ինքը դրա իրավունքը չունի, այսպես ասենք, հա։ Լրագրողը երբ է լրագրողը ձեզ Լրագրողը իմ կարծիքով միշտ է լրագրող, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հարգենք նաև դիմացինի սահմանները, հա։ Նույնը օրինակ, եթե մարդը ոչ աշխատանքային օրով, օրինակ, Խոսքը ոչ աշխատանքային օրվա մասին չի, խոսքը աշխատանքային օրվա մասին է, աշխատանքային ժամի մասին է։ Դուք Հայաստանում հարկեր վճարում եք, չէ՞։ Այո։ Ձեր վճարած հարկերի հաշվին ինքը ստանում է աշխատավարձ։ Եվ ինքը պետք է այդ ժամանակը, որը նախատեսված է ընդմիջման, պետք է կատարի ընդմիջում, որ երբ որ նախատեսված է աշխատանքային ժամի, պետք է կատարի իր աշխատանքը, որպեսզի դուք եւ ձեր երեխան ապրեք բարեկեցիկ։ Խոսքը դրա մասին է։ Ես չեմ խոսում աշխատանքային ժամից դուրս։ Աշխատանքային ժամից դուրս բոլորս էլ ունենք հանգստի իրավունք, մեր ժամանցը անցկացնելու իրավունք։ Ես շատ իրավիճակներում եմ տեսել, այս քաղաքում ենք ապրում, շրջում ենք, տեղեր ենք գնում բնականաբար, շատ իրավիճակներ է եղել, երբ որ աշխատանքային ժամից դուրս ես տեսել եմ հանրային, հասարակական ու քաղաքական գործիչների, ովքեր եւ իրավունք ունեն գնալու ծնունդ, եւ կնունկ, եւ տարբեր այլ միջոցառումների, եւ ես չեմ ֆիքսել իրենց։ Այսինքն, երբ որ նույն իշխանությունը մեղադրում են դիմադիր լրագրողներին, որ խաթարում են իրենց հանգիստը, իրենց գալիս են հարցազրույցներ են վերցնում այն ժամանակ, երբ որ դրա իրավունքը չունեն, ըստ քեզ կան նման, մենք ունենք նման իրավիճակ լրագրողների շրջանակում։ Այսինքն, դիմադիր լրագրողները որքանով են պահում այդ սահմանները, եւ այդ սահմանների խախտումը գալիս է լրագրողներից, թե ավելի շուտ պետական պաշտոնյաներից։ Ես կարծում եմ, որ ավելի շատ պետական պաշտոնյաներից, որովհետեւ այնուամենայնիվ պետական պաշտոնյան պետք է ունենա հանդուրժողականություն, նախ եւ առաջ։ Ինչու օրինակ պետական պաշտոնյան պետք է ունենա հանդուրժողականություն լրագրողի նկատմամբ, բայց ընդդիմադիր գործիչը չպետք է ունենա Ես խոսում եմ հանդուրժողականություն։ ընդհանրապես, ես չեմ ասում, որ ընդդիմադիր գործիչը պետք է իրեն թույլ տա անցնել սահմաններ, իսկ իշխանական падգամավորը պետք է լինի առավել զուտ։ Խոսքը վերաբերում ընդհանրապես քաղաքական գործիչներին։ Եթե իրենք ընտրել են քաղաքականությունը, իրենք պետք է որոշակի առումով ունենան հավասարակշռվածություն, ունենան զսպվածություն։ Ի վերջո իրենք հանրային մարդիկ են։ Եվ կարող է նաև լրագրողը որոշակի առումներով իր հարցի պատասխանը ստանալու համար դա նույն հարցը տարբեր ձևակերպումներով, որովհետև դա հանրային շահ է հետապնդում եւ հետեւաբար նա պետք է լինի առավել հանդուրժող եւ ոչ թե միանգամից բորբոքվի, փորձի խլել միկրոֆոն կամ ձեռքերին ազատություն տա, լեզվին ազատություն տա եւ այլն։
Հիմա տեսնենք ունենք իրավիճակ, երբ որ նույն իշխանությունը եւ իշխանական գործիչները, այսպես ասած, մեղադրում են ընդդիմությանը, լրատվամիջոցներին, լրագրողներին, նրանում, որ իրենք սնվում են թալանչի, թալանված փողերով, հա։ Ես երկու տեսակետներ ներկայացնում եմ։ Եվ ունենք ընդդիմություն, որը մեղադրում է իշխանությանը մշտական հետապնդումների ենթարկելու համար լրագրողներին։ Իրականում երկու իրավիճակն էլ կա, այսինքն սա էլ կա, նա էլ կա։ Այս իրավիճակում ոնց պետք է գործի լրագրողը, որ հանրության կողմից ընկալվի որպես անկախ, որովհետև իրականում դա շատ դժվար է, դու էլ գիտես, հա, այսինքն բայց հանրությունը ովքեր են, հանրություն ասելով մենք ում նկատի ունենք, մարդիկ, որոնք օրինակ ինչ որ մի հատված հարում է իշխանությանը, ինչ որ մի հատված հարում է ընդդիմությանը, մի մեծ հատված ոչ մեկի չի հարում եւ զզվում է բոլորից։ Հա։ Այդ ինչ որ մի չեզոք հատվածը։ Եվ այդ չեզոք հատվածը ես կարծում եմ, որ արդեն այս երկար տարիների ընթացքում կամ գոնե այս 2018-ի հայտնի իրադարձություններից հետո իր մոտ ունի որոշակի պատկերացումներ, այդ թվում եւ տարբեր լրագրողների վերաբերյալ, հետեւաբար շատ բարդ է ասել, թե ինչպիսին է մարդկանց ընկալումը։ Ես ընդհանրապես հասարակական, քաղաքական իրադարձությունների զարգացմանը, երբ որ նայում ենք, հա, Facebook-ով, այլ սոցիալական ցանցերով տեսնում ենք, հիմնականում արձագանքում են նույն այդ բևեռացված հանրության ներկայացուցիչները։ Այն մարդը, որ անտարբեր է հանրային տարբեր դրսևորումներին, ինքը անտարբեր է նաև թե ինչպիսին է լրագրողը, ինչ հարց է տվել։ Եվ հետեւաբար ինքը որևէ կերպ կարող է դիրքորոշում չհայտնել, բայց վերադառնալով առաջի հատվածին, որ իշխանության ներկայացուցիչները մեղադրում են, ես խոսքի սկզբում ասացի եւ միտքս չավարտեցի, այսինքն հիմնականում լրագրողներին մեղադրում են այսօր, հա, տարբեր կենտրոններից սնվելու, տարբեր կենտրոնների հետ ինչ որ կապեր ունենալու մասին, մարդիկ ովքեր նախկինում աշխատել են տարբեր լրատվամիջոցներում։ Այո, եւ իրենք հետեւաբար նշանակում է իրանք տեղյակ են այդ մեխանիզմներից։ Այսինքն եթե ինքը ասում է, որ գոյություն ունի նման մեխանիզմ եւ ինքը ժամանակին աշխատել է ինչ որ X լրատվամիջոցում, ուրեմն ինքը տեղյակ է այդ մեխանիզմներից, հետեւաբար հիմա մեղադրում է մյուսներին։ Փաստ չի, որ մյուսներն են այդ մեխանիզմներով աշխատում, բայց կարող են չէ ֆիքսել, որ ուրեմն գոյություն ունեցել է նման բան։ Այսինքն նույն խմբագիրը հրամայել է լրագրողներին, այդ ճակերտավոր ասած, նաեւ ուղիղ իմաստով, կատարել որոշակի գործունեություն, այսինքն իրանք գիտեն, որ չի կարող լինել անկախ լրագրող, օրինակ։ Հետևաբար իրենք չեն կարողանում հավատալ, որ Փայլակը անկախ լրագրող է ու կարող է գումար աշխատել։ Ոչ ընդդիմության, ոչ առավել եւս իշխանության կարծիքը իմ լրագրողական անաչառության վերաբերյալ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է հանրությունը, որտեղ եթե մարդիկ ինձ զանգում են, իրենց խնդիրը բարձրացնում են, եթե անգամ թող մեծամտություն չհնչի, արկ երկրից տարբեր քաղաքացիներ իրենց խնդիրների միջոցով փորձում են իմ միջոցով բարձրացնել, ես կարծում եմ, որ ես որպես լրագրող կարողացել եմ վստահություն առաջացնել։ Մասին չի, այսինքն մենք չենք քննարկում միայն քեզ որպես անաչառ եւ կան նաեւ լրատվական դաշտում էլի լրագրողներ, որոնց եւս դիմում են, որոնք տարբեր խնդիրներ են բարձրացնում եւ շատ հաճախ նաեւ նույն այդ քննադատողները չեն հասկանում, թե տարբեր ինչ իրավիճակներում ենք մենք հայտնվում տարբեր իրադարձություններ լուսաբանելիս եւ հոգեբանական առումով եւ նաեւ անվտանգային առումով բազմաթիվ ավելի հեշտ աշխատել ընդդիմության թե իշխանության։ Ոչ մեկի։ Մենք որովհետեւ ոչ նորմալ ընդդիմություն ունենք, ոչ նորմալ իշխանություն, ինչպես պետք է հնարավոր լինի աշխատել։ Ես կարծում եմ, որ երկուսին էլ հետաքրքրում են բացառապես իրենց շահերը։ Իրենց շահերը տեսնում ենք շատ հաճախ խոսում ենք իրենց շահերի մասին, այդպես էլ չեն կարողանում հասկանալ որն է իրենց շահը։ Օրինակ իշխանության դեպքում պարզ է իշխանություն պահելը, ընդդիմության դեպքում իրենց իշխանության գալը ինչ պետք է լինի։ Բայց իշխանության գալը, եթե մենք նայում ենք այդ դիտանկյունից, ապա այս տարիների ընթացքում իրենց գործողությունները, ամեն դեպքում 2018-ից սկսած, իշխանության գալու մասին չէին։ Հայրենիք փրկելու մասին է, հայրենիքը փրկված չի։ Եվ իրենք հիմա ակտիվորեն պատրաստում են ընտրություններին։ Եթե պատրաստում ես ընտրությունների, հետեւաբար քո նպատակը ո՞րն է։ Գալ իշխանություն։ Չէ, հնարավոր է ազգային ժողովում հայտնվել օրինակ, ինչի՞ չէ։ Ընդամենը մի քանի մանդատ ստացան, ընդամենը մի քանի մանդատ ինչ արեցին։ Պատասխանատվություն չկա ի վերջո, եթե հայտնվում ես ազգային ժողովում։ Խոսքը դրա մասին է, որ ընդհանրապես իրենց նպատակը, այսինքն եթե օրինակ հայտնվել լավ, վերցնենք տեսականորեն, որ նպատակը ազգային ժողովում հայտնվելն է, ինչն է, ունենալ անձեռնմխելիություն, ունենալ աշխատավարձ, գնալ նիստերին ամիսը 1-2 անգամ, գնալ գործողումների։ Տես, իրականում մենք չենք կարող ասել որն է իրենց բուն նպատակ, ինչ են ուզում իրենք հայտնվեն ազգային ժողովում կամ ուզում են իշխանափոխություն, ուզում են չեն կարողանում։ Եթե ուզում են եւ չեն կարողանում, ստացվում է, որ այսքան տարիների ընթացքում ամենաուժեղ քաղաքական ուժը ԿՊՆ-ն է, սա ֆիքսում ենք, չէ՞, ամեն դեպքում։ Իշխանությունը ամեն դեպքում ուժեղ է, կապ չունի հիմա ԿՊՆ-ը, դուք կաք իշխանության, դուք լինելու եք ուժեղ, գոնե որոշ ժամանակ դուք լինելու եք ուժեղ, միջև հանրային
այսպես ասենք, հա, գեներացում Այն լինի հենց եւ սրա մասին եմ ուզում խոսել։ Ինչն է պատճառը, ով է մեղավոր, քանի որ նույն լրագրողներն էլ ունեն իրենց մեղավորությունը այս հարցում, որ հասարակության մի զգալի հատված անտարբեր է։ Այսինքն անհետաքրքիր է այդ մարդկանց։ Ոչ իշխանական են, ոչ ընդդիմադիր են։ Ցավոք սրտի Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ որ 3 հոգի բողոքում է, մեծամասնությունը այդ բողոքողների կողքը կանգնած են լրագրողները։ Բայց մենք տեսնում ենք նույն քաղաքական գործիչների կողմից մեղադրանքներ։ Հունիսի 12-ին մտնակներ էին նետվում ոստիկանության կողմից, այդտեղ կանգնած էին նաև մենք եւ մեր գործընկերները։ Այսինքն, երբ որ իրավիճակ լիներ, երբ որ ինչ-որ մեկը այդ դուժեր ընդդիմությունը որևէ կերպ պատասխան տալու է, իհարկե ոչ, իրենք համարում են, որ իրադնախ դա մեր աշխատանքն է, մենք անում ենք այնպես չէ, ընդդիմությունն է մեզ հրավիրել, բայց ես խոսում եմ նրա մասին, որ երբ որ տենց մեղադրանքներ կան լրագրողների, իսկ երբևէ հարցրել ես որևէ ընդդիմադիր գործի, օրինակ նույն այդ ցույցերի հավաքների ակցիաների հետ կապված, հա, օրինակ 2018-ից սկսած մենք շատ լավ գիտենք, քանի տարբեր տիպի շարժումներ են եղել, միջոցառումներ են եղել, թեկուզ որպես լրագրող հարցնում ես ինչի համար եք այդ ամեն ինչը արել, եթե արդյունքը չպետքա լիներ ոչ մի բան, այսինքն։ Ուսմեն չստացվեց, որովհետև շատ ի թիվս օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների նաև կան, մենք պետք է խոսենք նաև այդ խնդիրներից, ու երբ որ այդ խնդիրները բարձրաձայնում ես, իրաց մոտ տպավորությունը, որ դու սկսում ես գործել իշխանական գծի մեջ, օրինակ, երբ որ մի հատ վրան է տեղադրվում X հատվածում Երևանի, այդ վրանում ծնվում է 6 վարչապետ, 7 ազգային ժողովի նախագահ, 38 падգամավոր, եւ խնդիրը հենց այդտեղ է, այսինքն իրենց նպատակը երբ որ լիներ իրապես Նիկոլ Փաշինյանը, ես հիմա գիտեմ, այս հարտահայտության համար բնականաբար ինձ էլ կքննադատեն ընդդիմադիրները, բայց եթե իրենց իրական նպատակը լիներ, միջև հիմա որոշակի հարցերի եւ գլխավոր հարցի շուրջ համաձայնության կգային։ 7 ամիսը չեն կարողանում իմպիչմենտի շուրջ համաձայնության գալ։ Ինչի մասին է խոսքը։ Դրա համար իշխանությունը, դրա համար 3 Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում եւ մատա թափ տալիս եւ ասում է ինչ ուզեմ թափ կտամ եւ այսինքն այնպիսի падգամավորներ են, հա, խոսում, օրինակ, չգիտեմ, շատ քաղաքականապես հասունացած, քաղաքական ճանապարհ անցած մարդկանց մասին, որ ասեն դու ինքդ որպես լրագրող քո մեջ հարց ես տալիս, լավ, օրինակ Սեյրան Օհանյան, քեզ ինչի համար է պետք այդ մանդատը, որ դուք մոտենաք ազգային ժողովի ամբիոնին, ձեզ ձեռքով, ոտքով այդտեղից հեռացնեն։ Ես կարծում եմ, որ հիմա այնքան է վարկաբեկվել քաղաքականությունը, պաշտոնը, մանդատը, որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես հարգելով իրենց անցած ճանապարհը, չպետք է լինեն խորհրդարանում։ Եվ եթե իրենք կան խորհրդարանում, նշանակում է իրենց խնդիրը այդ պաշտոնն է, այդ մանդատն է, որը իրանք ստանում են։ Դե նույն իմպիչմենտի մասով ընդդիմությունը ասում է Հայաստան դաշինքի մասին է խոսքը, ասում է մենք միացել ենք, ԿՊ-ն թող գա միանա։ Օրինակ դու հավատում ես, որ ԿՊ-ից падգամավորներ կմիանան իմպիչմենտին։ Չեմ հավատում։ Հետևաբար ինչ օրակարգ է իմպիչմենտը, եթե չես հավատում, օրինակ շատ մարդ չի հավատում։ Եթե այս իրավիճակում բնականաբար չեմ հավատում, բայց երբ որ նույն Հայաստան դաշինքը ասում է դուք սա արեք, դուք նա արեք, հանրությունը մոբիլիզացրեք, լրագրողները թող կան տեսախցիկները արեք, իրենք պետք է անեն, իրենք պետք է անեն, այսինքն ես ու դու պետք է անենք, ով պետք է անի։ Ես որպես լրագրող պիտի կոչ անեմ, որ մարդիկ դուրս կան փողոց Բաղրամյան, իրենք ունեն այդ անձեռնմխելիությունը, իրենք ունեն որոշակի լծակներ։ Ի վերջո ընդդիմությունը ունի փող, որով պետք է կազմակերպի որոշակի բաներ, բոլորս էլ հասկանալի չէ որ բան նույն հանրահավաքներն առանց փողի չի լինում, բայց ինձ պետք է լավ կարողանում են հանրապետության հրապարակում մեծ բեմ հավաքել, ասում են այդ ինչ Հայաստան դաշինքն ասում է որ բան դուք արեք, բան որ եթե մենք պիտի այդ ամեն ինչը անենք, մենք նկատի ունեմ հանրությունը, բայց դուք ինչի համար եք։ Դե գուցե ակնկալում են, որ հերթական անգամ էլի լրագրողները պետքա իշխանափոխություն անեն։ Մենք տեսանք, որ լրագրողներից մեկը մեկ անգամ Հայաստանում իշխանափոխություն արեց, պետք չի թող լրագրողները զբաղվեն լրագրությամբ։ Դե գուցե իրանց դուր է գալիս այդ իշխանություն եկած լրագրողի կառավարման ձևը։ Գուցե դա հարցահռետորական է։ Հետևաբար նորից մեզանից են ակնկալում ինչ որ գործողություններ։ Լավ, Փայլակ, ընդհանուր առմամբ ինչ ես կարծում այս պահին իշխանություն, ընդդիմություն, այդ ջրբաժանը արդյոք հնարավոր է ինչ որ ձև գոնե մեղմել եւ այս մարդիկ իրար հայհոյելուց զատ գոնե կոնստրուկտիվ խոսակցությունների փուլ կան, հա, այսինքն այդ թալանչի, բոշա, դավաճան, Ոնի գիտես,
անկեղծ այդ նույն ձևակերպումները արդեն այնքան հոգնեցնող են, բայց ամբողջ գիտեք ինչու՞մն է, որ այդ նույն ձևակերպումներից զատ, երբ որ նույն մարդիկ գնում են իրենց հետ գործուղումների, շատ հաճախ տեսնում ես, որ շատ ջերմ շփվում են իրենց հետ։ Այդ շատ հաճախ այդ նույն բոշա, թալանչի եւ այլ ձևակերպումները տեսախցիկների համար են։ Օրինակ ազգային ժողովի միջանցքներում ջերմ շփումներ կան։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնում է, քանի դեռ կա ընդդիմությունով հայհոյում են Նիկոլ Փաշինյանին, եւ այդ ընդդիմությունը մնում է որպես հայհոյում եւ գնում։ Մենք երեք ազգային ժողովի կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հերթական նման դեպքը տեսել ենք։ Միջև վերջ կռիվ տվող չի էս ընդդիմությունը։ Գալիս են, հավաքվում են Ազատության հրապարակում, ամբակորգոր մենք այստեղից ամենավերջինն ենք տուն գնալու։ Հենց ինչ որ մի բան է լինում, կամ սկսում է չստացվել, միմյանց են մեղադրում, դու էիր մեղավոր, դու քիչ մարդ բերեցիր, դու լավ ելույթ չունեցար, եւ առաջինը իրանք են գնում։ Եվ հիմա որպես եզրափակում, հիմա եթե ես եւ դու խոսում ենք ընդդիմության սխալներից, ինչ է ստացվում։ Մենք նիկոլական ենք դառնում։ Ես կարծում եմ, որ չէ։ Ընդդիմության աչքերում ինձ թվում է կդառնանք այս եթերից հետո։ Ես էլ եմ ասում, ինձ այս դասական ընդդիմության կարծիքը հետաքրքիր չի, որովհետև այս ընդդիմությունը իրավունք չունի ոչ մեկին մեղադրելու, որովհետև իրենք ինձ տված խոստումը չեն կատարել։ Իրենք ասել են, որ 2021 թվականին եկեք մեզ ընտրեք, մենք չի ստացվել, նույն ձևով Նիկոլ Փաշինյանը ասել է, որ կառավարության ծրագիրը բայր դնեն, գնան։ Դե նույն ձևել Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր է բերել հաստատել, որը չի կատարել, հիմա էլ ասում է մեծադին արել են, փոքրագույնը չեմ արել։ Ընտրություններն է։ Դու որպես լրագրող ակտիվ բոլոր զարգացումներին հետևողին չես կարծում այս ընդդիմությունն ունի շանսեր թե ոչ։ Ինչ շանսեր իշխանափոխություն անելու ընտրությունների միջոցով հաշվի առնելով հաղորդման ձևաչափը ես չեմ ուզում որևէ կարծիք արտահայտել այդ հարցի շուրջ, ես ընդդիմության ներկայացուցիչների հետ կփորձեմ խոսել այդ մասին։ Ես կարծում եմ, որ մեր խնդիրը այլևս ոչ միայն իշխանությունը չի, որտեղ իրենց հետ ամեն ինչ բարձ է։ Ընդդիմության հետ էլ գրեթե ամեն ինչ բարձ է։ Մեր խնդիրը պետք է լինի հանրությունը։ Այո, եւ որպես լրագրողներ մենք պետք է աշխատենք հանրության հետ։ Հանրությանը պետք է մեկ առ մեկ բացատրել, որ քո իշխանությունը լավը չի, քո ընդդիմությունն էլ լավը չի, բայց հանրության մեջ կան մարդիկ, անձինք, որոնք կարան լառնալ լավագույնը, եւ մենք որպես լրագրողներ պետք է գտնենք իրենց, պետք է իրենց հետ աշխատենք ու նաեւ հանրության այդ լայն զանգվածի հետ պետք է աշխատենք, որ մարդիկ անտարբեր չլինեն խնդիրների վերաբերյալ։ Հենց այս երբ որ մենք կարողացանք փոխել հանրությանը, փոխել լավ առումով, որ իրենք այլևս չլինեն։ Ես ոչ թե կարծում եմ փոխել, այլ ավելի շատ ցույց տալ եւ թող հանրությունը որոշի, այսինքն մենք պետք է հանրությանը ցույց տանք նույն հարցի տարբեր կողմերից, ընդդիմության տեսանկյունից, իշխանության տեսանկյունից, անկախ չեզոք մարդու տեսանկյունից եւ թող մարդը ինքը որոշի, որն է իր համար ավելի հոգեհարազատ։ Ի վերջո կարող է ինչ-որ մեկին ավելի հոգեհարազատ լինել նույն Նիկոլ Փաշինյանի ուղղվածությունը, մեկ ուրիշին հոգեհարազատ լինել Հայաստան Դաշինքի ուղղվածությունը, ինքը օքեյ, կարող է գնալ տարբեր ցույցերի մասնակցել, ինչ-որ ժամանակը լցնելու խնդիր ունի, իր համար օքեյ է, իր համար ընկալելի է, ընդունելի է, երրորդին հաճելի լինել ինչ-որ մեկ ուժ, ով որ կասի եւ կանի, հա, ցույց կտա, որ ինքը գնում է մինչեւ վերջ։ Ես կարծում եմ, որ մարդը ինքը պետք է որոշի, որն է իրեն ավելի հոգեհարազատ եւ ընդունելի ու ընկալելի իր համար։ Բայց այդ որոշմանը ինքը պետք է մասնակից դառնա։ Հիմա մենք ունենք անտարբեր հասարակություն։ Ինչու ունենք, որովհետեւ ամեն մեկը գոռում է մյուսի վրա եւ մեղադրում է դիմացինին։ Մենք չենք լսում, չենք փորձում լսել նաեւ մյուս կողմին։ Հենց դա է պատճառը, որ այս ֆորմատն եմ ես ընտրել, այսինքն այս հարթակում հյուրընկալելու եմ բոլոր տիպի մարդկանց, գործիչներին, բոլոր թևերից, ընդդիմադիր, իշխանական, ընդդիմություն, հենց ֆորմատ էլ արդեն մենք ունենք, որովհետեւ մենք կարողանանք լսել այդ մարդիկ ինչ են խոսում եւ թող մարդիկ որոշեն, ով է իրենց համար ավելի ընդունելի եւ ընկալելի։ Թող որոշեն եւ հետեւաբար նաեւ որոշակի առումով կարողանան կարծիք ձևավորեն եւ կարողանան հանրային խնդիրների մասնակից դառնալ։ Խնդիրը հենց այստեղ է, երբ որ հանրությունը կարողացավ լինել ավելի խնդիրներին եւ զարգացումներին իներտ, հետեւաբար եւ իշխանությունը փոխելը հեշտ կլինի եւ ընդդիմությունը, այդ թվում եւ ընտրությունների միջոցով։ Հիմա ես դա չեմ տեսնում։ Մենք ունենք անտարբեր հասարակություն, մենք ունենք ոչինչ չանող ընդդիմություն եւ անիմաստ գոռացող իշխանություն։ Այս գեղեցիկ չեն կարող ասել,
փաստ արձանագրող նոտայի վրա էլ ավարտենք այսօրվա եթերը։ Մենք դեռ կհանդիպենք շատ տարբեր եւ շատ ավելի սուր հարցերի շուրջ քննարկումների ընթացքում։ Լավ եղեք այսօր այսքանը։ Շնորհակալություն Փայլակ ջան։ Քեզ նույնպես շնորհակալություն, մաղթում եմ հաջողություններ եւ հույս հայտնում, որ այս հարթակը եւս կդառնա հասարակությանը առողջացնելու մեկ կարևոր նշաձող։ Հուսանք, որ չեմ վախենա թե ընդդիմադիր, թե իշխանական գործիչները սուր հարցերից։ Ես այսօր հաշվի առնելով, որ մենք գոլեգաներ ենք, ճակերտավոր խնայեցի քեզ, բայց ես ակնկալում եմ իմ հյուրերին տալ բավականին սուր հարցեր եւ հույս ունեմ, որ նրանք չեն խուսափի եւ գիտես իրականում, երբ որ դու խոսում ես քո հարթակում, քո լրատվամիջոցի մոտ լրիվ ուրիշ է եւ լրիվ ուրիշ է, երբ որ դու կարողանում ես գնալ այլ անկախ հարթակ եւ պատասխանել այդ սուր հարցերին։ Հենց սա պետք է լինի մեր խնդիրը։ Այսքանը հիշեցնեմ, որ իմ զրույցները ես անցկացնում եմ Կրեպերիում, որը շատ գեղեցիկ վայր է։ Կարող եք գալ եւ ինքներդ տեսնել։ Շնորհակալություն։